Հուլիսի վերջին Լաչինի Միջանցքից առևանգված Վագիվ Խաչատրյանը Բաքվից նամակ է ուղարկել ընտանիքին։ Դուստրը Վերան Վայոց ձորից այսօր հասել էր Երևան, որ ստանա։ Նամակ գրել ենք, հեռախոսազանգ ենք մենք անգամ ունեցել, օգոստոսի 31-ին, սարկաշ վերեշտիշ է, բայց ունեցել ենք։ Մի բան չի պատմում, շատ կարճ գրում ինքը, այնքանով որ ասում է, լավ մնացել, դեր մասին եմ մտածում, այդպես, հենց ուրիշ ոչինչ բան չի գրում ինքը։ Նա մենք իրեն ենք հուսադրում, որ հեռու չէ օրը, երբ տուն կգա, ասում է դուստրը, որ արդեն 2 ամիս է հորը չի տեսել։ Վիճակը բավարար է, իրեն դավեցում, ասում են, բեղեր է ընդունում, 3 անգամ յացնում։ 68-ամյա Վագիվ Խաչատրյանը շուտով պետք է կանգնի ադրբեջանական դատարանի առաջ։ Բաքուն նրան մեղադրում է պատերազմական հանցագործությունների, այդ թվում 1991 թվականին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման համար, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել։ Ադրբեջանցի իրավապահները նրան առևանգել էին Կարմիր խաչի մեքենայից, որը Խաչատրյանին Հայաստան էր տեղափոխում սրտի վիրահատության։ Բաքվում, սակայն, դեռ չեն շտապում վիրահատություն անել։ Դիագնոզով գալիս էր, որ վիրահատվեց, Ստեփանակերտում ասել էին, որ պետք է անհապաղ վիրահատվեց, դա համար էր գալիս։ Հիմա Ադրբեջանը ասում է վիրահատման ենթակա չի։ Այս բանի, այս փուլում դեղեր ախմում, դե չգիտեմ, հետո կվիրահատեն, թե ես հույսով եմ, որ կվերադասնեն։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաղորդում է, որ օգոստոսի վերջին եւ սեպտեմբերի սկզբին այցելել են Բաքվի բանտերում պահվող Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաեւ կապ ապահովել նրանց ընտանիքի անդամների հետ։ Որ ես այդ մարդկանց հետ հանդիպեցի, ովքեր անձամբ իր հետ տեսակցել են, խոսել են, գոնե չեն ճնշում, այն առաջվա նման։ Մի քիչ ես հանգստացա, իսկապես ես հանգստացա։ Աշխեն Ավետիսյանը 1 ամսվա մեջ այսօր առաջին լուրն է ստացել որդուց հայ-ադրբեջանական սահմանին ձերբակալված Գագիկ Ոսկանյանից։ 39-ամյա տղամարդը մեկնել էր վարժական հավաքների ու առևանգվել մոտ 1 ամիս առաջ ջերմուկի դիրքերից։ Մայրն ասում է, մի քիչ սիրտը տեղն ընկավ, երբ առաջին ձեռքից տեղեկություն ստացա, որ տղայի պայմանները լավ են, առանձին սենյակում է։ Գագիկը առանցին սենյակում է, նկարները կար էլի, դե գիտեք ոնց այնտեղ տեսախցիկներ կա, այդ տեսախցիկների նկարա հանած նկարներն է, էլի ոնց է ինքը, ասենք ինքը շատ կարդում էր, այդ էլ ասեմ, գրքեր է ուզել կարևորը, հայկական, լրիվ պատմական, ասում է ինչ ուզում է, իրան պետք է վերել։ Բաքուն Գագիկ Ոսկանյանին մեղադրում է ծանր հոդվածներով պետական սահմանը հատելու դիվերսիոն փորձի համար, ինչը հայկական կողմը մինչ օրս հերքում է, թե երբ է ավարտվելու նախաքննությունը հստակ չէ։ Այս պահին Կարմիր խաչի ներկայացուցիչները միայն հայտնել են մորը, որ որդու հրազենային վնասվածքը լավացել է։ Պաշտոնական տվյալներով ադրբեջանական բանտերում այս պահին 38 հայ գերի կա։ Բաքուն նրանց տարբեր հոդվածներ է առաջադրել սահմանն ապօրինի հատելուց մինչև զինված խմբավորման անդամակցում, ինչի համար նրանք կարող են ազատազրկվել 6-ից 20 տարով։ Ադրբեջանը հրաժարվում է նրանց արտահանձնել։ Դեռ ամիսներ առաջ մայիսին Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը խոսել էր պահվող անձանց ազատ արձակելու հնարավորության մասին։ 4 ամիս անց, սակայն, որևէ առաջընթաց չկա։